Հանրությունը երեկոյից քննարկում է հակակոռուպցիոն կոմիտեի արած սենսացիոն բացահայտումը, որտեղ ի ցույց է դրվում Տաշիր Սամոյի կազմակերպած ընտրակաշառքների ցանցը, բայց այդ պատմության մեջ ուզում եմ ուշադրություն հրավիրել մի շատ էական հանգամանքի։ Ուրեմն ձայնագրության մեջ խոսող անձանցից մեկը ասում է հետևյալը. ինչքան որ ես արել եմ, էդի քյասար քեզի հալալ լինի, բայց այդ 180 հոգին ես կտամ ուրիշի։ Այն մյուսն էլ ասում է, ախպերս, ինչ տվել ենք քեզի, տուր կամոտ ձյան թող բերի, ցավը տանեմ։ Այդ 180-ն էլ տարտուր քպային, թող տան քեզի, ցավը տանեմ։ Այն մյուսը պատասխանում է, ես քպային չունեմ տալու, ես գիտեմ ումը կտամ։ Սա շատ կարևոր խոսակցություն է և բացահայտում է պատերազմի եռագլուխ Քոչարյան, Կարապետյան, Ծառուկյան կուսակցության վերաբերմունքը Հայաստանի Հանրապետության քաղաքացու նկատմամբ։ Եվ նրանց համար մարդը, քաղաքացին ապրանք է, որին կարան փաթեթավորեն խրձերով 50, 100, 180, 200 հազար ու դիստրիբյուտորների և մատակարարների միջոցով որոշեն, որ չեն տալիս Սամոյին, տալիս են Ռոբին կամ տալիս են Գագոյին։ Բայց ես էլի ուզում եմ ասել, որ 2018 է տեղ ունեցել Հայաստանի Հանրապետությունում։ Եվ էլի ուզում եմ ասեմ, որ սա ձեզ համար Նիժնի Տապրի գեղը չի, որտեղ ձեր ավանդույթները կարող եք առաջ մղել։ Դուք 2026 թվականի հունիսի 7-ին ստանալու եք Հայաստանի Հանրապետության քաղաքացու պատասխանը։ Եվ Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որին դուք սենց թվագրում եք, փաթեթավորում եք, որոշում եք, որ փողով կարաք առնեք և ծախեք, ձեզ ապրանքի պես փաթեթավորելու է ու դնելու է այն տեղը, որին դուք արժանի եք։ Ու Հայաստանի Հանրապետության համը ձեր բերանում են մնալու։ Պատերազմի եռագլուխ կուսակցության 3 գլխիկներ։ Այսքանը։